Ալիևը պահանջներ է ներկայացնում, որ վերաբնակեցնի Հայաստանը ադրբեջանցիներով, այսպիսի պահանջ է ներկայացնում։ Ինչ պատկեր կունենանք։ Մենք գիտենք, որ նաև Շիրակի մարզում են ժամանակին բնակվել ադրբեջանցիներ, սա վտանգավոր չի լինի։ Եթե ինքը ասում է, որ պիտի այն ադրբեջանցիները, որոնք բնակվել են հայկական ԽՍՀՄ նորից վերադառնան Հայաստանի Հանրապետություն, թող այդ դեպքում մենք հայերս Հայաստանի կառավարությունը հագնդեմ ձևով հանդես գա։ Ադրբեջանում մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը բնակվել է 500,000-ից ավելի հայ, 600,000։ Բայց նման խոսք հետ չի Այդ լինում։ դեպքում մենք էլ պիտի ասենք, որ մենք էլ դուք էլ ապահովեք արցախցիների անվտանգությունը, ապահովեք Բաքվի, Կիրովաբադի ու Գանձակի հայերի անվտանգությունը, իրանք էլ են ուզում այդ կան։ Եթե ինքը կարողանում է այդ մշակել ու պայմաններ ստեղծել, մեր իշխանություններն էլ պատմաբաններ կան, բաներ կան, թող նստեն աշխատեն, որ հայությունը հետ վերադառնա։ Այսինքն այստեղ պիտի խուջապի բանի չմատնվենք, էլի։ Բայց ցավն այն է, որ որևէ անգամ հայի անվտանգությունը երաշխավորված չէ։ Հայ անվտանգության երաշխավորը պիտի լինի հայը, ուրիշ մեկը, որևէ մեկը պիտի հասկանանք, մեր անվտանգության երաշխավորը աշխարհի այս աշխարհակաղակական իրավիճակում մենակ հայը կարող է լինել։ Իրանում մենք տեսանք, իրանցիները ոչ մեկի վրա հույս չդրեցին, դրեցին իրենց վրա։ Հիմա հաջողություն է, թե հաջողություն չէ, բայց եղավ այն ինչ որ եղավ, բոլորս տեսան։ Իսկ եթե հիմա միակողմանի պնդեն, որ պիտի կան ադրբեջանցիներ այստեղ վերաբնակեցվեն, սա վտանգ իրոք չի ներկայացնի, որ տեսեք, այստեղ հարցը ինչու՞մն է կայանում։ Վերջը այդ որ եկան վերաբնակեցվեցին, գումար է պետք, պայմաններ է պետք, խնդիրները անվտանգության ապահովել է պետք, ով պիտի արի այդ։ Ինչ ձևով պիտի արվի։ Ասելով չի։ Հա։ Ինչպես պիտի այդ մեխանիզմը որն է։ Ամեն դեպքում նրանց որևէ մեկը դուրս չի արել։ Այսինքն մենք պիտի հասկանանք, որ դա իրենք նկատի ունեն ոչ թե ադրբեջանցիներին վերաբնակեցնել, այլ այդ տերիտորիաները պիտի տակ մեզ, ինքը դա է նկատի ունի։ Օրինակ ասենք Ամասյան, հա։ Հա, Ամասյան, ասենք բանը Սյունիքը, այսինքն որ դեպքում կարող է ինքը վերաբնակեցնել, երբ որ Սյունիքը իր տարածքն է համարում։ Թե չէ ինքը ոնց պիտի այդ որ ադրբեջանցին քելնի կգա բանը ում տունը պիտի կա ապրի, ով պիտի շինարարական աշխատանքները կատարեն իրան նոր տուն կառուցեն կամ որտեղ պիտի կառուցեն։ Այդ ուղղակի դիվանագիտական լեզու է։ Ինչ անելու Հայաստանին ճնշելու հերթական անգամ։ Ну ես չգիտեմ ճնշելու թե ինչ է, այդտեղ էս ավելի շատ դե եթե մենք այսպես մեր դաշնակիցների հետ ճշնամանում ենք եւ այլն բոլորի հետ ճշնամանում ենք, բնականաբար ինքը առիթից օգտվում է այդ բաները օգտագործում է ներքաղաքական լարվածություն առաջացնելու համար։ Բայց ամեն դեպքում դրան պիտի ավելի լուրջ մոտենանք։ Այսինքն եթե դու գտնում ես, որ այդպես է, մենք գտնում ենք, որ հայերը պիտի վերադառնան Բաքու, այնտեղ Բաքուն այդ ժամանակ ունեցել է 200-300,000-ից ավել հայ, այնտեղ պիտի գնան ապրեն։ Բայց Բաքվում մորթեցին հայերին, իսկ այստեղ արժանավայել վերաբերել են ու որևէ մեկը դուրս չի արել այդ նույն ադրբեջանցիներին։ Հասկանալի է այդ ամբողջը, բայց ամեն դեպքում ես ուզում եմ ասել, որ եթե հայկական ԽՍՀՄ ադրբեջանցիների թիվը մինչև հակամարտությունները 161,000 ադրբեջանցի է ապրել, Ադրբեջանում էլ ապրել է 500,000-ից ավելի հայ։ Այդ 161-ը ոնց դարձավ 300,000, որ այդ պահանջն են ներկայացնում։ Այդ էլ է հարցը, պիտի պարզենք, այդ ոնց դարձավ։ Եթե իրանք ինչքան են ասում 300,000, այսինքն եթե վերցնենք 1-ը 300-ի, ուրեմն 500,000-ն էլ պիտի դառնա 1,5 միլիոն հայ։ Այդպես չի համամասնությունը։ Ուրեմն դուք եք պատրաստ եղեք 1,5 միլիոն հայ ընդունեք ձեր պետությունում։ Ես սովորական ասենք մարդու տեսանկյունից եմ նայում։ Դու ինձ, ես քեզ։
Դու ընդունում ես 1.5 միլիոն հայ քո երկրում։ Ես էլ խնդիր չկա, ընդունում եմ 300,000 ադրբեջանցի իմ երկրում։ Առանց այս պայմանի անիմաստ կլինի։ Իհարկե, եթե մարդը մի բան առաջարկում է, դու էլ պետք է երկրորդ բանը առաջարկես։ Կա միջազգային օրենքները այդ խնդրին ինչ լուծման բանալի են տալիս։ Դա է կարևոր։ Իսկ Արցախում ուսումնասիրել եք ովքեր են հիմա իրականում բնակվում, ում են բերել։ Դու տարբեր տվյալներ կան, տարբեր վիճակագրական ու ադրբեջանցիները մի քիչ շատ ուռճացված թվեր են ներկայացնում 20-30,000 են իբր բնակեցրել, բայց ես դրան մի քիչ կասկածով եմ վերաբերում, կասկածով եմ վերաբերվում նաև Ադրբեջանի բնակչության թվին, որ ներկայացնում են 10 միլիոն, այնտեղ 10 միլիոն մարդ չի ապրում, առավելագույնը 7-8 միլիոն բնակիչ ունի։ Դա էլի իրենց կողմից դա քաղաքականություն է մշակված, որովհետև իրանց մոտից էլ արտագաղթի ծավալները շատ մեծ են դեպի Ռուսաստան, Թուրքիա եւ այլ պետություններ, որովհետև այստեղ պետք է հաշվի առնես տնտեսական ներուժը, բնական ռեսուրսները, տարբեր ցուցանիշներ կան ժողովրդագրական առումով, էլի այդ առումով եթե բան ես անում, տեսնում ես, որ իր երկրի բնակչությունը էլի այդքան չի։ Դա նաև ինքը օգտագործում է հարևան պետությունների վրա ճնշում գործադրելու համար։ Իրանք այն ինչ որ անում են, իրանք քայլերը այդ առումով ինչ որտեղ հաշվարկված մտածված է։ Մենք ավելի շատ ես ասեմ, որն է մեր եւ ադրբեջանցիների տարբերությունը։ Մենք քաղաքական ազգ չենք։ Մենք պատմական ազգ ենք։ Ադրբեջանցիները պատմական ազգ չեն, իրանք քաղաքական ազգ են։ Բացի դրանից կա իրանց Թուրքիայի նման իրենք դաշնակից ունեն։ Ճիշտ է Ռուսաստանն էլ մեր դաշնակիցն է, բայց որոշ հարցերում եւ մենք ենք մեղավոր եւ Ռուսաստանն է մեղավոր, գուցե էս էլ այդ շրջանն է անհասկացողու, իրար չհասկանալու ժամանակավոր է, բայց ամեն դեպքում պիտի մենք էլ մեր ստրատեգիան ունենանք մշակած երկրի զարգացման, գուցե կառավարությունը ունի, տեղյակ չենք, գուցե ընդհանրապես չունի, ես չգիտեմ, բայց ամենայն դեպս Ադրբեջանը ցույց է տալիս իր ստրատեգիան, բացահայտ այդ բանով էլի։ Արցախի պահով էլ նման կեղծ տեղեկություններ են, հրապարակում չափազանցված։ Իհարկե, այդ օտանավակայանն էլ տեսակ ինչի համար էին կառուցել։ Պարզ երևաց։